Կառավարության հնարավոր նոր կազմ, ընտրակաշառքներ ու վարչական ռեսուրս, սահմանադրական փոփոխություններ, խաղաղություն, ՀԱՊԿ-ի անդամություն, գազ, ծաղիկներ։ Ազգային ժողովի ընտրությունից հետո արձակուրդից վերադարձած վարչապետը կառավարության նիստի ավարտին նաև ճեպազրույց տվեց, պատասխանեց նշված ու այլ թեմաներով հարցերին։ Նոր կառավարության կազմում թե ինչ փոփոխություն կլինի, վարչապետը դեռ չի մանրամասնում, բայց ասում է. Մեծ փոփոխություններ չեն լինի։ Խորհրդարանի այս ընտրություններն ուղեկցվեցին ընտրակաշառքների մասին բացահայտումներով, արտերկրից ընտրողներին պարտադրաբար քվեարկելու բերելու մասին տեղեկություններով։ Կա պատկերացում, թե դա որքանով է ազդել քվեարկության արդյունքների վրա։ Վարչապետը նշում է, պատերազմի եռագլուխ կուսակցություններից ոչ մեկը առանց ընտրակաշառքի խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս process-ում էլ շարունակել են իրենց գործունեությունը եւ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։ Եվ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, ինչի է ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պատտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Եվ այս հարցերի պատասխանները ստանալու են։ Այս ընտրությունների ժամանակ նույնպես ընտրակաշառքի մասնակից յուրաքանչյուրին պատժելը վարչապետը կարևոր է համարում։ Հակառակ դեպքում ըստ նրա կնշանակի, որ դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության, ու պետությունը պետք է արձագանքի դրան։ Նախընտրական շրջանում ստեղծված իրավիճակը հանրության շրջանում նաև քննարկումներ հարուցեց, թե որքանով է ճիշտ, որ Հայաստանում չապրողները որոշեն Հայաստանում ապրողների ապագան։ Արդյոք վարչապետն այս առումով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է։ Հանրային պահանջ կա, ակնհայտ է, որ սահմանվի բնակության ցեզ քվեարկությանը մասնակցելու համար եւ կարծում եմ, որ պետք է ինչ-որ արձագանք տանք այդ հանրային պահանջին։ Ընդդիմությունն էլ իր հերթին շարունակ խոսում է վարչական ռեսուրսի կիրառման ու չարաշահման մասին։ Թե վարչապետը եւ թե իր թիմի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ նման հանձնարարություն չի եղել ու չէր կարող լինել։ Իսկ կան դիտարկումներ, թե տեղերում ինքնագործունեության որքան դեպքեր են եղել։ Փաշինյանը նկատեց, դա նախ իրավապահ եւ համապատասխան մյուս մարմինների քննության հարց է։ Մենք էլ իհարկե ականջալուր կլինենք եւ տեսնենք, թե ինչի մասին է խոսքը։ Բայց ես ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, իհարկե այդպիսի վիճակագրություն էլ չկա, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանում եղել է երբևէ որևէ նախընտրական կամ քաղաքական process, որտեղ, ասենք, օրինակ հանրապետության գործող ղեկավարը կամ հնարավորապես որևէ քաղաքական գործիչ ավելի շատ տեղ է այցելել եւ ավելի շատ ելույթ է ունեցել եւ ավելի շատ մարդկանց հետ է շփվել։ Այսինքն, եթե վարչական ռեսուրսի վրա ընդհանրապես հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ինչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել, այդքան գնալ եւ այդքան իմ հույսը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նրա հետ երկխոսությունը։ Ես ուրիշ գործիք քաղաքականության մեջ ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկելու մասին տարածվող տեղեկությունները նույնպես լրագրողները խնդրեցին մեկնաբանել։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են, ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Գագիկ Ծառուկյանին կխնդրի, որ ես գործարք ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը դեռ վերջնական որոշում չունեն, մանդատները կվերցնեն թե ոչ։ Փաշինյանն ազնիվ է համարում չվերցնելը։ Սկզբունքորեն իրանք մանդատ չունեն էլ, որ վերցնեն։ Ամենացած իրենց որոշման դաշտն է։ Եթե ասում եմ, եթե որոշեն չվերցնեն, գոնե այդքանով ազնիվ կլինեն, որ կունենանք մաքուր լեգիտիմ խորհրդարան։ Թե չէ գալու են իրանց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ։ Քաղաքացիական պայմանագիրն ընտրություններում չստացավ սահմանադրական մեծամասնություն։ Դա նշանակում է, որ նոր սահմանադրություն ունենալու հարցն էլ օրակարգից դուրս է գալիս։ Մենք կդիտարկենք իրավիճակը եւ կանենք հետեւություններ, ի պատասխան ասում է վարչապետը։ Պատերազմի հնարավորության մասին նրա արձագանքը հետեւյալն է։ Մենք
խաղաղության օրակարգը հետևականորեն շարունակելու ենք եւ սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Փաշինյանի խոսքով հիմա պետք է կենտրոնանալ թրիփի իրագործման վրա, որը խաղաղության ինստիտուցիոնալացման տարբերակներից մեկն է՝ իր երկաթուղով, ավտոճանապարհով, էլեկտրահաղորդման գծերով, չի բացառվում նաև գազամուղով ու նավթամուղով։ Այս երեքի իրագործումը դա արդեն խաղաղություն է։ Պատկերացրեք, մենք Ադրբեջանով ենք գնում գալիս, Ադրբեջանը Հայաստանի տարածքով է գնում գալիս, գնացքները անցնում գնում են եւ այլն, դա խաղաղություն է։ Եվ իհարկե մենք շարունակելու ենք աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ եւ մյուս հարցերի ուղղությամբ իմիջայլոց։ Մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, մենք չենք մոռացել անհետ կորած մեր եղբայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ։ Մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծել։ Ադրբեջանի հետ երկկողմ առևտուրն ըստ Փաշինյանի զարգանում է, ու դա նույնպես խաղաղության կարևոր հենասյուն է։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից արձագանքներ են գալիս, որ Հայաստանն անդամավճարը չի վճարում, ու եթե այդ միտումը շարունակվի, կարող է Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց դրվել։ Փաշինյանն ասում է, այո, այդպիսի մեխանիզմ կա, նաև հաստատում է, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ բան փոխել ու վճարել անդամավճարը։ Եվ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել իգիտություն, ուրիշ բան անելու չունենք։ Գազի հնարավոր թանկացման ու այլընտրանքի մասին հարցին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, Ռուսաստանի հետ կան երկարաժամկետ պայմանավորվածություններ ու համաձայնագիր, եւ ինքը դժվարանում է պատկերացնել, թե մի կողմը ինչպես է հրաժարվելու այդ պայմանավորվածությունից։ Բայց ամեն դեպքում մենք բնականաբար բոլոր սցենարներն էլ նայում ենք, որպեսզի միշտ ենք նայել բոլոր սցենարները, որտեղ էլ եմ ասում, այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ինձ համար նորություն չեն։ Ես 8 տարի երկու անգամ այս խոսակցությունների մեջ եմ։ Եվ ԵԱՏՄ-ում են անընդհատ այս խոսակցությունները կապված սահմանափակումների հետ, ֆիտոսանիտարիայի հետ, դա ԵԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքն է։ Եվ ես ասում եմ, որ ընտրություններից հետո կվերադառնամ աշխատանքի։ Հիմա ԵԱՏՄ-ի աշխատանքներին լիարժեք կներգրավեմ եւ բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկենք։ Իսկ Հայաստանից Ռուսաստան ծաղկի արտահանման խոչընդոտներից հետո մեր երկրում արտադրվող ծաղիկը հասանելիություն է ստացել Նիդերլանդների, աշխարհի ամենամեծ ծաղկի վաճառքի պլատֆորմին, ծաղկային դրախտին, հավելում է Փաշինյանը։ Նիդերլանդների վարչապետն ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր ձևերով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները այդ շուկային եւ պլատֆորմին հասանելիություն ստանան։ Անդրադառնալով Գյումրիում խոստացված արտահերթ ընտրություններին, Հայաստանի վարչապետն ասում է, դա դեռ միայն քաղաքական դիրքորոշում է, կոնկրետ սցենարներ ներկայացնել պատրաստ չէ, իրավական ընթացակարգերը կուսումնասիրվեն։ Բայց պատրաստ եմ ներկայացնել մի սցենար, որ այնտեղ որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը մեզ կխոչընդոտի, մենք ձև կգտնենք շրջանցումով Գյումրին կբարեկարգենք։ Գյումրին այդպեսին չի կարող լինելու, որ դա ողբերգություն է ինձ համար անձնական եւ խայտառակություն։ Որտեւ երբ որ անի թաղամասում ես քարոզարշավ եմ անում, ես շատ ծանր ապրումներով եմ այդտեղ քարոզարշավ արել, որովհետեւ ես իմ տեսածին ուղղակի չէի հավատում, թե ոնց կարա այնպես լինի, որ այն երկրում, որտեղ ես 8 տարի վարչապետ եմ, կարա լինի քաղաք, որ այդ վիճակում է։ Հավելում է, եթե այլ քաղաքներում նմանատիպ խնդիրներ կան, բայց բարեկարգումների դինամիկա էլ կա, Գյումրիում այդ առումով միայն հետընթաց է եղել։ Քաղաքային իշխանությունը իր վարչապետության 8 տարիներին զբաղվել է միայն սաբոտաժով։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։